Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Հայաստանի նվաճումը արաբների կողմից եւ նախորդ ասեմ, որ այդ ամենը իրականացավ այն պարզ պատճառով, որ Բյուզանդիան եւ Պարսկաստանը իրար դեմ պատերազմներ մղելով իրար շատ թուլացել են եւ այդ իսկ պատճառով նոր թափ առնող արաբական ուժերը կարողացան գրավել այդ ահռելի տարածաշրջան եւ գրավեցին Սասանյան Պարսկաստանը, այնուհետեւ Բյուզանդիայի վրա հարձակվելով որոշ հայկական տարածքներ իրենց վերցրեցին եւ դա էր պատճառը, որ արաբական այդ ուժը կարողացավ արագ կերպով գրավել ահռելի տարածքներ եւ նախորդ ասեմ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, տեսալավակների տակ լայքեր, մեկնաբանություններ թողեք, որ ավելի հետաքրքիր պատմություններ ցույց տամ հայ ազգի մասին։ Շնորհակալություն նախորդ դիտելու համար։ 630-ական թվականներին նոր կրոնի իսլամի դրոշի ներքո միավորված արաբները սկսեցին արշավանքներ ընդդեմ Պարսկաստանի և Բյուզանդիայի, դրանց արդյունքում դադարեց գոյություն ունենալ Սասանյան Պարսկաստանի տերությունը, իսկ Բյուզանդիան կորցրեց մի շարք արևելյան տարածքներ։ 640 թվականին տեղի ունեցավ արաբների առաջին ներխուժումը Հայաստան։ Արաբները մուտք գործեցին հայկական Տավրոսի շրջանում և Վանա լճի հյուսիսով հասնելով Արարատյան դաշտավայր։ Մեկօրյա պաշարումից հետո գրավեցին Դվինը, սպանելով 120 և գերի տանելով 35,000 հայերի։ 640-ական թվականներին տեղի ունեցավ մի շարք ասպատակություններ ևս։ 652 թվականին հայոց իշխան Թեոդորոս Ռուշտունին և ասորիքի արաբ կառավարիչ Մուավիան կնքեցին պայմանագիր, որով հայերը ճանաչում էին արաբների գերիշխանությունը 3 տարի հարկ չտալու պայմանով, իսկ դրանից հետո հարկերի չափը իրենք պետք է որոշեին։ Հայերը պետք է պահեին 15,000-անոց հեծելազոր, որի ծախսերը հոգալու էր արաբական խալիֆայությունը, ընդ որում արաբների զորքերը չպետք է տեղակայեին Հայաստանում, իսկ օտար ուժի հարձակման դեպքում կողմերը պարտավոր էին օգնել միմյանց։ Հայաստանն ունենալու էր լիակատար ներքին ինքնուրույնություն։ 7-րդ դարի երկրորդ կեսին տասնամյակներ շարունակ Հայաստանն ներքին ինքնավարություն վայելեց, ավելին եղան տարիներ, երբ թոթափելով արաբական գերիշխանությունը հայերը հարկ չէին վճարում որևէ մեկի։ Զարմանալին այն է, որ հայոց ավագանները չօգտագործեցին այդ պահերը և անկախություն չհռչակեցին, անկախ թագավորության չվերականգնեցին Հայաստանում, և 689 թվականին Բյուզանդիան կրկին նվաճեց Հայաստանը և կառավարիչ նշանակեց Ներսե Կամսարականին, նրան հաջորդեց Սմբատ Բագրատունին իշխանը 693-ից 701 թվականների, որի օրոք արաբները վերջնականապես նվաճեցին Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը, միավորվեցին Արմինիա կոչվող փոխարքայության ներքո, որը կառավարվում էր արաբ ոստիկանի կողմից, ում Հայաստանը ղեկավարում էր հայոց իշխանությունը, շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի ուժերը նրա տերերի խավի հայ նախարարների հզորության մեջ է, խալիֆը առաջնահերթ համարեց նրանց ժառանգական ինքնուրույնությունը զրկելուց։ Դրա պատճառով էլ 703 թվականին Հայաստանում ապստամբություն բռնկվեց սպարապետ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ։ Հայերը հաղթեցին Վարդանակերտի ճակատամարտում և Հայաստանի մի շարք այլ վայրերում։ Չափազանց ուշագրավ է մի դեպք արձանագրվել հայերի պատմիչ Ղևոնդը 8-րդ դարում։ Այդ ապստամբությունը նկարագրելու զինվոր արաբների հարկահանները ապօրինի թալանում էին հայերին, ինչի դեմ ընդվզումով հայ իշխանները ջարդ տվեցին նրանց։ Շնորհակալություն դիտելու համար, մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։